Բարև սիրելի հայերս, էլ եկել եմ ասեմ, ես ձեզ շատ եմ սիրում ու միշտ գալու եմ ասեմ, ես ձեզ շատ եմ սիրում։ Այսօր ուզում եմ խոսել Հոպոնոպոնոյի մասին։ Մեր 5-րդ զումում մեր սիրելի Մերին շատ սիրուն ներկայացրեց Հոպոնոպոնոն, նաև Սամվել Առաքելյանն է թարգմանել կյանքը առանց սահմանափակումների Ջովիթալի գիրքը, որը Քվանտայինի խմբում ֆայլերի մեջ կա։ Ես եւս ուզում եմ իմ ընկալածը բացատրել, թե ես ինչպես եմ տեսնում Հոպոնոպոնոն։ Ուրեմն Հոպոնոպոնոն դա հավայան տեխնիկա է, որը արդեն 100-ամյակներ գոյություն ունի, ուղղակի ինքը մեզ հայտնի դառավ այդ հայտնի Հյուն Լի անունով բժշկի պատմությունից հետո, որին որ հաջողվեց մի ամբողջ հիվանդանոց լուծարել, որովհետև նրան հաջողվեց բուժել բոլոր հիվանդներին այդտեղ գտնվող։ Այդտեղի հիվանդները ուրեմն հոգեկան տարբեր շեղումներով մարդիկ էին, մարդասպաններ էին, ծանր հանցագործներ էին, մանյակներ էին, մի խոսքով տարբեր հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ էին, եւ նա նույնիսկ նրանց չտեսնելով, ուղղակի իր կաբինետում նստած հիվանդի քարտերին նայելով, հիվանդության քարտերին նայելով, կարողացավ ընդամենը 4 նախադասություն ասելով բուժել այդտեղի մարդկանց։ Այդ նախադասություններն են. ես ցավում եմ, ես ներողություն եմ խնդրում, ես շնորհակալ եմ եւ ես քեզ սիրում եմ։ Ինձ էլ շատ հետաքրքրեց Հոպոնոպոնոյի պատմությունը, ես գնացի ու սկսեցի ուսումնասիրել, թե ինչպես մի բժիշկ, մի մարդ ընդամենը օգտագործելով 4 մանտրա հնարավոր է որ նա բուժի մարդկանց։ Եվ ինձ համար շատ մեծ բացահայտում եղավ, այսինքն այն ինչի մասին որ մենք խոսում ենք անընդհատ, այն որ ասում ենք ամեն ինչ մենք ենք ստեղծում, մեր իրականությունը մենք ենք ստեղծում, ամեն ինչ այսպես էլի ոնց որ ինքը ինձ համար եղավ մի մեծ փազլի կտոր, այս ամբողջ մեծ գունային սիրուն նկարը հավաքելու համար։ Սա եւս մի գործիք է կարծում եմ, որը շատ շատերին կօգնի շատ մեծ հարցեր լուծել։ Պատմեմ իմ ընկալածը ու ինձ վրա օրինակ բերեմ, որպեսզի ավելի հեշտ բացատրեմ։ Ուրեմն ես 48 տարեկան եմ արդեն եւ անցել եմ ինչ որ ճանապարհ, 48 տարի անցել եմ իմ կյանքի ճանապարհը, անցել եմ մութ ճանապարհներով, անցել եմ լույս ճանապարհներով, ունեցել եմ դժբախտ օրեր, ունեցել եմ երջանիկ օրեր, տեսել եմ դժբախտ իրադարձություններ, տեսել ենք մենք պատերազմ, մենք տեսել ենք սովի ցրտի տարիներ, տեսել ենք երկրաշարժ, մի խոսքով, տեսել եմ ես երեխայի ծնունդ, տեսել եմ հարազատի ամուսնություն, հարազատի երջանկություն, մի խոսքով ունեցել եմ մութ ու սև օրեր եւ ունեցել եմ շատ լուսավոր ու երջանիկ օրեր։ Եվ բոլոր իրադարձություններին, դեպքերին իմ կյանքում, բոլոր իմ կյանք եկած մարդկանց ես ունեցել եմ իմ սեփական վերաբերմունքը, տվել եմ ինչ-որ գնահատական, ըստ սիտուացիայի, ըստ իրավիճակի ես ունեցել եմ սեփական գնահատական։ Չէ, մեր կյանքում մարդիկ են լինում, որոնց մենք կամ լավն ենք գնահատում, կամ մտածում ենք, որ այս մարդիկ չար են, կամ մտածում ենք, այս մարդու հետ կարելի է շփվել, այս մարդու հետ ինչ-որ չի բռնում մեր վիբրացիաները, այն ժամանակ մտածում ենք, չենք բռնում իրար։ Եվ յուրաքանչյուր սիտուացիայի, դեպքի, մարդու, եթե ես երբևիցե տվել եմ ինչ-որ գնահատական, որը որ սերը չի եղել, այսինքն եղել է, ենթադրենք ինչ-որ մեկը հայտնվել է իմ կյանքում, որ ինձ նեղացրել է, կամ որ ինձ բարկացրել է, ենթադրենք իբր ինքն է արել։ Ես այդ իրավիճակին ինքս ինձ չեմ տվել բավականին սեր։ Այսինքն ես ինքս ինձ նվիրել եմ բարկություն այդ ժամանակ, նվիրել եմ նեղացկոտություն, նվիրել եմ վատ էմոցիաներ, ցածր վիբրացիայի էմոցիաներ եմ ինքս ինձ նվիրել։ Եվ դա նստել է իմ ենթագիտակցության մեջ, ենթագիտակցության մեջ դարակներ գոյություն ունի, մեր ամբողջ անցած կյանքի իրադարձությունները, դեպքերը, մարդիկ, սիտուացիաներ, ամբողջը նստած է որպես հիշողություն։ Եվ այդ դարակներից մեկում ու մի քանիսում ու հավանաբար շատ տեղեր, ես ունեմ նստած մի բան, մի երևույթ, որը սիրո պակաս ունի։ Ոնց պատտվում ենք գալիս ենք էլի սիրո շուրջ ենք սկսում ամեն ինչ կառուցել, որովհետև քանի որ արարչի միակ հաճախականությունը սերն է, ըստ այդ մեր այս կյանքի ֆիզիկական մարմնով անցած փորձը
էլի պատտվելու է սիրո շուրջ։ Մենք գալիս ենք այս երկիր մոլորակ, որպեսզի փորձանցնենք, այսինքն մենք առաջի մասնիկներն ենք եւ երբ որ այդ էներգիան զմռսվում է այս փոքր մարմնի մեջ եւ ինքը սահմանափակվում է այդքանով, ինքը ունի սահմանափակ ունակություններ, ընդունակություններ, չէ՞, ըստ մեր ֆիզիկական մտքի, եւ մենք ունենք ազատ կամք արարելու մեր սեփական կյանքը եւ ամեն ինչ ստեղծելու ըստ մեր արձակած վիբրացիաների։ Եվ քանի որ մենք գալիս ենք այստեղ եւ սահմանափակվում ենք այս ֆիզիկական մարմնի մեջ, մենք սկսում ենք ըստ տվյալ պահի թելադրանքի այդ դեպքին, ինչ որ մեզ հետ կատարվում է, այդ դեպքին տալ ինչ որ գնահատական, որը կամ սիրո պակաս է, կամ սիրո առկայություն։ Մենք կամ դրան սեր ենք տալիս, կամ տալիս ենք մի բան, որը սերը չի, կամ կասկած ենք տալիս, կամ բարկություն ենք տալիս, կամ վիրավորանք ենք զգում, կամ մեղադրում ենք ինչ որ մեկին, կամ մի խոսքով ապրում ենք մի բան, որը որ սերը չի, դա նշանակում է ինքներս մեզ մի տեղ տվեցինք պակաս սեր եւ դա նստեց մեր ենթագիտակցության մեջ որպես մի տեղ, որը բուժման կարիք ունի։ Եկեք ես դա անվանեմ փոս, որպեսզի հետագայում ավելի հետաքրքիր բացատրեմ։ Okay, մենք այդ փոսը դրեցինք մեր ենթագիտակցության մեջ եւ գնում ենք առաջ։ Գնում ենք առաջ, հանդիպում ենք ուրիշ մարդկանց, մենք արդեն էլի սկսում ենք արդեն ձգողության օրենքով մեր շուրջը դասավորել այնպես, ստեղծել մեր շուրջը այնպես, որ այդ մարդիկ մեր շուրջը դասավորվեն այնց, որ մեզ ցույց տան մեր այդ կողմերը։ Պատկերացրեք ես իմ մեջ ինչ կա չկա, դա տեսնում եմ աչքերով դրսում մարդկանց իրադարձությունների եւ դեպքերի տեսքով ֆիզիկական առումով այդպես եմ տեսնում, բայց դա իմ ներսից է գալիս, դա իմ ներսում է։ Մենք իրականում բոլորս միասին ենք։ Այս իլյուզիա է, որ մենք առանձնացված ենք մարդկանցից եւ հենց այդ պատճառով ամեն ինչ քաոսի է վերածվում, հա, մեզ թվում է, ինչ որ սխալ արեց, այն մյուսը ինձ սխալ վերաբերվեց, այն մյուսը վայ ինչ վատ կառավարեց, այն մյուսը վատ հրաման տվեց, մենք չենք հասկանում, որ այդ ամեն ինչը մենք ենք ստեղծում ու մենք բոլորս փոխկապակցված ենք իրար հետ։ Հիմա ոնց որ պատկերացրեք, ես ինձ sense մեջտեղից ճղել եմ, այդ իմ ունեցած ամեն ինչը, այսպես դասավորել եմ իմ շուրջը, որպես ֆիզիկական երևույթներ, մարդիկ, իրադարձություններ, դեպքեր, այսպես պատկերացնենք։ Եվ ես իրենց ուղղակի տեսնում եմ։ Այն որ ասում ենք մարդիկ մեր կյանքում գալիս են որպես ուսուցիչներ, հենց սա ի նկատի ունեն, էլի, որ այս բոլոր մարդիկ այստեղ են քեզ հիշեցնելու կամ ցույց տալու, որ քո ինչ որ մի մասը ներսումդ ցավում է, որ քո ինչ որ մի մաս սիրո պակաս ունի, այսինքն դու պիտի նախաձեռնությունը վերցնես, այսինքն պատասխանատվությունը վերցնես քեզ վրա եւ քո նախաձեռնությամբ այդքան մասը բուժես։ Եվ սա վերաբերվում է նաեւ մեր մանկության ժամանակաշրջանից եկած դեպքերին, այսինքն եթե մենք փոքր ժամանակ, որը նույնիսկ կարող ենք չհիշել, հա, եթե մենք փոքր ժամանակ ենթադրենք ինչ որ մեկ այդ վիճաբանության մեջ ենք մտել եւ այդտեղ հայտնվել են մեծերը ու փորձել են հասկանալ թե ով է այդտեղ մեղավոր, փաստորեն այդտեղ այդ վիճաբանության ժամանակ կար մեղավոր, անպայման, դա մեծերն էին ասում, եւ մենք փաստորեն այդ սիտուացիային, այդ պահի թելադրանքով մեր ենթագիտակցության մեջ մտցնում էինք մենք ինքներս, պրիչոմ ոչ թե ծնողները, այլ մենք ինքներս ենք դա արել։ Մենք մեր մեջ մտցրել ենք ոչ թե սեր, այսինքն այդ դեպքի վերաբերյալ ոչ թե սեր ենք տվել մեզ, այլ մտցրել ենք մեր ենթագիտակցություն մեղքի զգացում, այսինքն մի բան, որ էլի սերը չի։ Կամ փոքր ժամանակ մեր մաման մեզ վրա ջղայնացել է, կամ ենթադրենք papan ջղայնացել է, ինչ որ մի հատ էլ քոթակել են ենթադրենք։ Մենք այդ երևույթին ինչ գնահատական որ տվել ենք, այդպիսի գնահատականով էլ մենք նստացրել ենք մեր ենթագիտակցության մեջ եւ այդտեղ փոսիկներ են առաջացել։ Հիմա մենք ըստ այդ մեր ենթագիտակցության փոսիկների, ըստ մեր ենթագիտակցության մեջի եղած բոլոր այդ զգացողությունների, որոնք որ ցածր վիբրացիայի թվի էմոցիաներին են պատկանում, որը որ բացարձակ սեր չի, այսպես ասեմ, մենք դա տեղավորել ենք մեր գիտակցության մեջ եւ ըստ դրա մենք մեզ ենք ձգում մարդկանց էլի իրադարձությունների, դեպքերի, որոնք որ կգան ու մեզ կասեն վերաբերմունքդ փոխիր կամ բուժիր
մի բան արա, որ այդքան մասը լցնես սիրով։ Այսպես 4 բացատրությունը այսպես է։ Դրա համար երբ որ ես հիմա մարդիկ, որ ասենք հայտնվում են իմ կյանքում, որոնք ենթադրենք մեկը ինչ որ հայտնվում է իմ կյանքում եւ գոռում է ինձ վրա, հա, ես արդեն այս դեպքին ոչ թե նեղանում եմ այս դեպքից կամ ոչ թե ու մտածում եմ, ես ինչի գոռած ինձ վրա, ինչ վատ մարդ է եւ այլ, ես միած ինձ եմ ելնում, ասում եմ, վայ մեռնեմ ջանիդ, այս դու եկել ես հիշացնում ես, որ ես այնտեղ, չգիտեմ, 2-3 տարեկանում ինչ որ բան կա, որ պիտի բուժեմ, վայ շատ շնորհակալ եմ քեզ։ Այդ դեպքում ոնց որ հենց ինքը եկել է, որ քեզ հիշացնի, դրա համար ենք ասում բոլորը հրեշտակներ են։ Այ լիքը մարդ ասում է, ես ինչով եմ մեղավոր, որ ես ձգել եմ հարբեցող ամուսնու, ենթադրենք, այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեղավորը ուրիշ հասկացողություն է, հա, այդ մեղքնել են մեզ վրա, ասենց անընդհատ դրել։ Մեղք գոյություն չունի, մենք այստեղ ենք փորձի համար եւ մենք արարչի հետ համագործակիցներ ենք, այսինքն արարիչը մեզ չէր ուղարկի միտեղ, որտեղ մենք մեղքի բեռով կգնայինք հետ տուն։ Սա մոռացեք, մեղք գոյություն չունի, գոյություն ունի փորձ, եւ այստեղ ոչ թե մեղքի զգացում պետք է ունենանք, այլ պատասխանատվության, որ այս ամեն ինչը մենք մեր ձեռքով ենք արել, մենք մեր ենթագիտակցությամբ ենք ստեղծել, այսինքն այստեղ ես ինձ վրա վերցնում եմ ամբողջ պատասխանատվությունը այն մարդկանց, ովքեր հայտնվել են իմ կյանքում ու գոռում են, ենթադրենք նեռվ են քայքայում, եւ դրա հեղինակը մենակ ես եմ, որովհետեւ 2 տարեկանում ենթադրենք ես ինքս ինձ չեմ տվել սեր, այ հենց դրա համար էլ այսօր այս մարդուն այսօրն եմ գցել, որ ինքը գա իր ֆիլմի մեջ ներվայնանա, ջղայնանա, ինձ ցույց տա կոնկրետ իր այդ կողմը, եւ ես ըստ իր այդ կողմի հասկանամ, որ մի հատ մաս կա, որ բուժման կարիք ունի։ Այ պատկերացրեք, ես ինչի համար եմ բոլորին այսքան սիրում, ինչի համար եմ բոլորին այսքան շնորհակալ, որ բոլորը եկել են իմ կյանք, ինձ ինչ որ բաներ սովորացնելու, բոլորի կյանքում այտենց, մենակ իմ ֆիլմի մեջ չի, էլի, ես բոլորի ֆիլմը այտենց է, բոլորը գալիս են հայտնվում են ձեր կյանք, որպեսզի ձեզ սովորացնեն, որ մի հատ սենց տեղ ունեք, որը պիտի բուժեք, մի հատ, ու պրիչոմ այստեղ մի հատ շատ կարևոր նյուանս կա։ Սա ձեզ չպիտի գցի անցյալ։ Ես երբ որ Հոպոնոպոնոն պարզեցի, մոմենտ ընկել էի անցյալ հասկանալու համար, թե ես երբ ինչ որ վատ բան եմ արել կամ ինչ որ մի բան եմ արել, իմ պահվածքը, ուրիշի պահվածքը ես որ այս սա շատ կարևոր, շատ նուրբ մոմենտ է, որ չպիտի ընկնենք անցյալ, որտեղ այն ինչ որ եղել է, շատ լավ է եղել, ամեն ինչ շատ ճիշտ է եղել, մեր փորձի համար է եղել։ Մենք ուղղակի պետք է վերցնենք պատասխանատվություն, որ այսուհետ մենք մեր վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ փոխում ենք, որտեվ մենք եթե նույնիսկ հետ գնացինք, անցյալ գնացինք, մենք լիքը բաներ կա չենք հիշելու, ուղղակի չենք հիշելու, որտեվ դա ենթադրենք եղել է 4 տարեկանում կամ 5 տարեկանում, մենք դա ոնց ենք հիշելու կամ 2 տարեկանում ա եղել։ Դրա համար իմաստ չունի հետ գնալ, քչփորել, երբ որ ասենք ինչ որ մեկը եկավ գոռաց կամ ինչ որ մեկը եկավ քեզանից փող գողացավ, ենթադրենք, պարտադիր չի, որ դու հետ գնաս, տեսնես այդ դու որտեղ ես միտեղ այդ փոսիկը թողել, որ իրան բուժես։ Ընդհանրապես պարտադիր չի, հենց այս Հոպոնոպոնոյի մեթոդը դրա համար է եկել, այսինքն դրա համար է գործիք, որ դու այլևս հետ չգնաս։ Այս սա անում են հոգեբանները, երբ որ հոգեբանները մարդու հետ աշխատում են, ինչ են անում, իրանք գնում են այդ հին խորքերը, քչփորում են, հանում են, տեսնում են այնտեղ ինչ մի հատ ծածուկ տեղ կա չմարսված ու իրանք իբր սկսում են այդ մասերը մաքրել, չէ՞, բայց դու մի ասա դրա կողքերն էլ ինքը ինքան պուճուր փոսիկներ կան, որ դրանք ուղղակի հիշել, հենց այսպես նույնիսկ հիպնոզի տակ հիշել հնարավոր չի։ Հենց դրա համար են այս մարդիկ հայտնվում քո կյանք, որպեսզի իրանք ֆիզիկական ներկայությամբ ցույց տան այդ մասերը։ Ու հենց մի հատ մի բան ես տեսնում քո կյանքում, որը քեզ հետ ռեզոնեյտ չի անում, ընդհանրենք դուրս ես գալիս հարևանը գոռում է, ինչ որ մեկի հետ կռվում է, կամ երեխայիդ դպրոցում նեղացրել են, կամ ինչ որ մի բան, որի վերաբերյալ դու հենց հիմա շատ սեր չես կարողանալու տաս, դա արդեն նշան է, որ մի հատ նախկինում մի հատ փորձ ես ունեցել, որը նմանատիպ փորձ ա եղել կամ մոտավորապես նման փորձ ա եղել, ապա մի հատ Հոպոնոպոնո արա։ Այս դեպքում դու միանգամից այդ կարման կտրելու համար, ինչի են ասում կարմա, այս սա է հենց կարման, այդ պատճառը հետևանքային կապը հենց սա է։
եւ նույնիսկ վերսիա կա, որ մենք նույնիսկ մեր նախկին կյանքերի այդ հիշողությունը ամբողջը մեր ենթագիտակցության մեջ է, չէ, մենք այս կյանքում հնարավոր չի որ հիշենք արդյոք նախկին կյանքում ում ենք նեղացրել, մեզ ով է նեղացրել, ով է մեղավոր եղել, մենք որտեղ ենք մեղավոր, դա հնարավոր չի հիշել, բայց նաեւ մեր ենթագիտակցության կան այդ մեջ կան այդ փոսիկները։ Դրա համար մենք պետք չի որ գնանք անցյալ, միշտ կարևոր է մնալ այս ներկա պահի մեջ, երբ որ դու գնում ես անցյալ, կրկնում ես անցյալը։ Այսինքն պետք չի գնալ անցյալ, պետք չի քչփորել, քտնել, թե որտեղ ես դու գիքս տվել։ Ուղղակի այս հոպոնոպոնոյի մեթոդը նրա համար է, որ դու պետք չի որ հիշես ինչի համար։ Ուղղակի այս մարդուն, որպես ֆիզիկական անձ կամ երևույթ, ենթադրենք, չգիտեմ, քո տունը այրվել է կամ մեքենա ավարիայի մեջ է անգել, ինքը քեզ համար այսպես ֆիզիկական ցուցիչ է, որ մի բան քո մոտ պիտի բուժես դու ինքդ։ Ինչ որ այն որ մենք ինչ որ մեկի վրա մեղքը գցում ենք, ասում ենք այս նրա պատճառով է եղավ, այ նրա պատճառով է եղավ, դա տենց չի։ Այդ լինում է որ քեզ հուշի, որ քեզ քո մեջ ինչ որ բան կա, որ պիտի բուժես, ինքդ պիտի բուժես։ Եվ դրա համար մենք անում ենք հոպոնոպոնո, այսինքն ինչ ենք անում մենք։ Մենք գնում ենք մեր ներս այդ մարդու արտաքինով կամ այդ դեպքի արտաքինով, մենք գնում ենք մեր ներս եւ մենք ասում ենք ես ցավում եմ, այսինքն փակագծերի մեջ ես ցավում եմ, որ այդպես է եղել, ես ներողություն եմ խնդրում, իբր որ չեմ կարողացել քեզ պաշտպանեմ, ինքդ քեզ այդ քո ներսի երեխային, այդ քո ներսի մարդուկին, որը ժամանակին անպաշտպան է եղել, հա, դու չես կարողացել այնքան սեր տաս ու իրան չես կարողացել պաշտպանես։ Դու ասում ես, ես ցավում եմ, որ այդպես է եղել, ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել պաշտպանել, եւ դրանով այդ փոսիկը հավասարացնում եք 0-ի, այսինքն բերում եք իրան 0-ական վիճակի։ Փոսիկի մեջ լցնում եք, որ չեք իմացել, որ տենց է եղել, եւ դու իսկապես ներողություն ես խնդրում, որ չես կարողացել դրա դեմը առնել։ Եվ այդպեսով այդ փոսիկը հավասարացնում եք 0-ի եւ սկսում եք դրա վրա արդեն տնկել ծառ, այսինքն աճեցնել, կառուցել սեր եւ ասում եք ես շնորհակալ եմ եւ ես քեզ սիրում եմ։ Շատ կարեւոր է զգացումով ասել, զգացողությամբ ասել, որովհետեւ երբ որ այս մանտրաները ասում ես առանց գալու, ոչ մի վիբրացիա չես արձակում, իսկ երբ որ դու զգալով ես ասում ես ես ցավում եմ, ես ներողություն եմ խնդրում, ես շնորհակալ եմ, ես քեզ սիրում եմ, այսինքն այդ նշանակում է դու ավելացրեցիր այդ սերը, այսինքն դու այդ մասը բուժեցիր, հավասարացրեցիր առաջի հաճախականությանը։ Այդ ժամանակ դու սկսում ես լցվել, այդ մարդու շնորհակալություն ես փաստորեն հայտնում։ Դու այս մանտրայով ոչ միայն դիմում ես քո ներսի երեխային, քո ներսի այդ փոքր անպաշտպան էակին, այլ նաև այս մանտրան ասում ես ոնց որ դիմացինիդ համար, նաև սրանով դիմում ես դու արարչին, որը էլի քո ներսում է, մի խոսքով բոլորը ինվոլվ են այս մանտրայի մեջ, այսինքն այս դեպքում արդեն հարցել է առաջանում ով ումից է ներողություն խնդրում։ Իրականում ոչ ոք ոչ մեկից, որտեղ բոլորը դու ես։ Այսինքն դու ինքդ քեզ սկսում ես պաշտպանել եւ դու ինքդ քեզ լցնում ես սիրով, որովհետեւ ոչ ոք ուրիշ չի կարող քեզ սիրով լցնել։ То есть դու ես պատասխանատուն։ Այս հոպոնոպոնոյի ամբողջ իմաստը, որ ամբողջ պատասխանատվությունը վերցնում ես քո ձեռքը, որ ես եմ ստեղծում այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը իմ ստեղծածն է, այսինքն ոնց որ ես սա ստեղծել եմ, այն պաժարները ոնց որ ես ստեղծեցի ինձ համար, ես չնայած իրանց չտեսա, բայց դա լսեցի, ախր ես լսեցի իրանց մասին։ Չէ, այն ժամանակ ասում էի, օ նայեք, իմ մոլորակը ուրիշ է, ես չեմ տեսնում այդ պաժարները, այո, ինձ մոտ լիքը բաներ բուժված է, ես չտեսա պաժարները, բայց ես լսեցի այդ մասին։ Այսինքն նշանակում է, որ այդքան մասով էլի ինչ որ տեղեր ունեմ, որը բուժման կարիք ունի, որովհետև երբ որ մարդը այլևս բուժման կարիք չունի, այսինքն երբ որ մարդը ոտքից գլուխ լցված է, ամբողջական սիրով է լցված, այդ մարդը այլևս համարյա այլ ոչ մեկին չի տեսնելու, համարյա այլ դեպքեր չի տեսնելու, դրանք արդեն այն մարդիկ են, ովքեր որ այդ լուսավորյալներն են, հա, ովքեր որ բարձրանում են այդ Տիբեթում եւ միաձուլվում են Աստծո հետ, այսինքն իրենք էլ սովորելու ոչինչ չունեն, իրենք բուժելու ոչինչ չունեն, որտեվ իրենք ամբողջովին բուժված են։ Դրա համար իրանց կյանքում այլևս ուսուցիչներ գոյություն չունեն, հրեշտակներ գոյություն չունեն, որտեվ իրենց ամբողջական իրենք բուժված են։ Դրանք այդ սուպեր մոնքերն են, սուպեր այդ անախներն են, ովքեր որ
այլևս ոչինչ չեն տեսնում, իրանք ուղղակի այնտեղ վերևում միաձուլված են Աստծո հետ, իրենց ոչ սնունդ է պետք, ոչ շոր է պետք, ոչինչ պետք չի, որովհետև իրանք փորձ անցել են եւ սա իրենց երևի թե վերջին կյանքն է ֆիզիկական կյանքն է եւ դրանից հետո իրենք երևի ուրիշ տարածաչափություններ պիտի գնան։ Այս հոպոնոպոնոյի ամբողջ սիրունությունը հենց այդ է եւ բժիշկը, որը լնելով ինքը շատ արթուն մեկը հանձն է առել այս աշխատանքը, այսինքն արհեստականորեն բերել է իր կյանք, որովհետև դե ոչ մեկ ուրիշ չի կարողացել այս հիվանդներին բուժել։ Բերել է իր կյանք ու նույն պրինցիպով նստել է ու այդ մարդկանց քարտերը վերցրել է ու հարց է տվել։ Այս մարդը ինչի է հայտնվել իմ կյանքում։ Այսինքն ես եմ իրան ստեղծել։ Ինքը իմ պատճառով է, իմ մտքի ենթագիտակցության պատճառով է, որ դարել է հոգեկան հիվանդ։ Ես նորից եմ ասում, շատ կարևոր է, որ այստեղ պատասխանատվությունը վերցնեք ձեզ վրա, ոչ թե մեղավորությունը։ Հիմա կարող մի քիչ ասածս աբսուրդ հնչի, բայց այս բժիշկը հենց այդպես էլ աշխատել է։ Մտածել է, այս մարդուն ես ինչի եմ ձգել իմ կյանք, ինչի եմ բերել իմ կյանք։ Այդ նշանակում է ինձ մոտ ենթագիտակցությանս մեջ ինչ որ մի բան կա, որ այս մարդը եկել է, որ ինձ հուշի, եկել է, որ ինձ ցույց տա, այսինքն այս մարդու վերցրել է որպես այցեքարտ, որպես անցաթուղթ, որը որ նշան է, որ բուժումը իր մեջ պիտի լինի, ոչ թե այդ հիվանդին ինքը պիտի բուժի, այլ ինքը իրան պիտի բուժվի, որտեղ երբ որ ինքը բուժեց իր այդ մասն էլ, այս հիվանդի հիվանդ լնելը այլևս չի գոյություն ունենա, որովհետև իրան տալու ոչինչ չունի։ Եվ ինքը սկսել է այդպես այդ հոպոնոպոնոյի մանտրաները օգտագործել, ասելով ես ցավում եմ, ես ներողություն եմ խնդրում, ես քեզ սիրում եմ եւ շնորհակալ եմ։ Այսինքն բուժել է իր այդ ենթագիտակցության, այդ բոլոր ինչքան որ ունեցել է, այդ փոսիկները լցրել է ու հետո կառուցել է վրան այգի եւ այդ հիվանդները շատ տարօրինակորեն բուժվել են, որովհետեւ իրականում իրենց հիվանդ մնալը այլևս իմաստ չի ունեցել իր կյանքում։ Այ բոլորիս ֆիլմի մեջ է այսպես։ Ես անդադ կրկնում եմ, այս ֆիլմը ձեր մասին է, հենց սայի նկատի ունեմ։ Բոլորիս ֆիլմի մեջ մենք ենք ստեղծում այս բոլոր դեպքերը, իրադարձությունները, մարդկանց, որպեսզի իրանք գան ու մեզ սովորեցնեն, որ մեզ մոտ ինչ որ մի բան բուժման կարիք ունի։ Այ հենց դրա պատճառով, երբ որ մեկը գալիս է ձեզ վրա գոռում է, մի հատ մինչև կնեղանաք իրանից, իրան նայեք որպես ձեր ստեղծած, ենթագիտակցության ստեղծած մի հրեշտակ, որը եկել է, որ ձեզ ասի մինիմ ջանին, այս մասը պիտի բուժես։ Ու ես այդ դեպքերում սենց վերցնում եմ այդ մարդուն, սենց քսում եմ երեսներից, ասում եմ, բա ինչ շնորհակալ եմ, որ եկար, ու ինձ ասեցիր, թե իմ որտեղն է ցավում, որովհետև ես լիքը բաներ չեմ կարող հիշել, իսկապես չեմ կարող հիշել։ Ես ինչքան էլ մարդկանց ասում եմ, ես ձեզ շատ եմ սիրում, որովհետև պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա, որ ես ձեզ պիտի շատ սիրեմ, որովհետև հենց այդքանով ես ուզում եմ ստեղծեմ իմ իրականությունը, ու եթե ամեն մեկը իր վրա պատասխանատվություն վերցնի, հենց այդպիսին, որ ինքը ուզում է իր իրականության մեջ ստեղծի այդ սիրո աշխարհը, բայց համենայն դեպս ինձ մոտ երևի դեռևս տեղեր կան, որոնք որ դեռ բուժված չեն, որոնց մասին ես գաղափար էլ չունեմ։ Չէ, ինձ թվում է ես արտաքուստ բոլորին շատ եմ, իսկապես սիրում եմ, իսկապես ինձ թվում է բոլորը հրեշտակ են, բայց մեկ-մեկ նան-ռեզոնանս անող բաներ է գալիս, չէ, մեկ-մեկ ասեն գրառումներ են անում, առավոտյան զարթնում եմ, քվանտայինում ինչ-որ գրառումներ կա, որոնք ես ստիպված եմ կամ հաստատել կամ մերժել։ Եթե ես ինչ-որ բան եմ տեսնում, որը ինձ հետ ռեզոնանս չի անում, դա էլ է ինձ համար ուսուցիչ, այսինքն դա էլ է եկել ասելու, որ ինչ որ բանին դեռ ես վերաբերվում եմ ոչ ամբողջական սիրով։ Եթե այս գրառումը ես համարում եմ վնաս է իմ երեխեքին, տենց եմ չէ համարում, որ ես չեմ ընդունում իմ քվանտայինի խումբ։ Այսինքն իմ վերաբերմունքը դրան բացարձակ սեր չի, այսպես ասեմ։ Ես անհանգիստ եմ այդտեղ, ենթադրենք, ասենք ինչ որ մեկ գրառում ան բերել, ես պիտի հաստատեմ, բայց անհանգիստ եմ, ասում եմ, ով սա այդքան էլ լավ գրառում չի, իմ երեխեքին էսի ոչ մի բան չի տա, քվանտային երեխեքինի նկատի ունեմ, բայց դա սեր չի բացարձակ, սա անհանգստություն է, որը էլի մեզ չի ծառայում։ Այ երբ որ կարողանամ, որ այդ դրա վրայով էլ անցնեմ, որ չկա վնաս ոչ մի բան, չկա անհանգստության ոչ մի բան, ամեն ինչ այնքան կատարյալ է, բայց քանի ես դեռ այդ պուճուր բաները տեսնում եմ, այդ նշանակում է ես դեռ չեմ հասել այն կատարելությանը,
որ ասենք, չգիտեմ, Դալայ Լաման է հասել կամ Օշուն է հասել ենթադրենք, բայց ես գոհ եմ, ես շատ գոհ եմ իմ հիմիկվա այս կարգավիճակով, ես շատ մեծ խանդավառությամբ ապրում եմ իմ հիմիկվա կյանքը, այնպես չի որ ես դժգոհ եմ, որ ինձ հետաքրքիր է այս խաղը, ես շատ հաճույքով խաղում եմ այս կյանք կոչվող խաղը, ու ես անհամբեր սպասում եմ, երբ որ միաձուլվեմ Արարչի հետ, խոտուտ եմ տալու իրան ու ասեմ, այ մեռնեմ արևիդ, էս սենց Էլոհին ունեիր գլխներից խաղալու, էս ինչ սիրուն խաղ էիր մտածել դու, էս ինչ հրաշք կինո ես մտածել բոլորի համար, բոլորը սենց խառնված իրար մուվիների մեջ իրար ձգում են, իրար բերում են, ներվայնացնում են իրանց, ներվային կողմերն են ցույց տալիս, են մյուսին սիրո կողմն են ցույց տալիս, այսինքն ես ինչ որ մեկին իմ ջղային կողմն եմ ցույց տալիս, որովհետև ինքն է դա ձգել, իմ այդ կողմն է ձգել, ես մյուսին ցույց եմ տալիս իմ այն սիրող կողմը, որտեղ ինքն է դա ձգել, հələ պատկերացրեք, փաստորեն մենք բազմա ժանր ենք, այսպես ասեմ, բազմա տեսակ ենք, չէ՞, բոլորի համար կարողանում ենք ըննես դասավորվենք, որ ամեն մեկի համար դու ցույց ես տալիս քո այդ մասը, որը որ համապատասխանում է իր ներքինին։ Դրա համար եմ ասում, չկա վատ մարդ, չկա լավ մարդ։ Մեկը կարող է ինձ համար վատը լինի, ձեզ համար լավը լինի, որտեվ ինքը ինձ ցույց է տալու իմ այդ մասը։ Քեզ ցույց է տալու քո այդ մասը, դրա համար ինքը քեզ համար լինելու է լավը, ինձ համար լինելու է վատը։ Ես ձեզ շատ եմ սիրում, ես կգամ։